գումարվեց նորընտիր ազգային ժողովի առաջին նիստը եւ ցավոք սրտի հետևելով այս վերջին օրերի ընթացքին մենք տեսնում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում այս պահին գոնե, հանրային օրակարգը ձևավորել եւ դոմինանտ լինել ազգային ժողովում։ Եկեք փորձենք հասկանալ ինչ կարող ենք կանխատեսել հետագայում եւ առհասարակ ընդդիմությունը ինչ պետք է անի խորհրդարանում։ Իմ ինտելեկտը խոշտանգումների չենթարկելու նպատակով ես աշխատում եմ քիչ հետևել խորհրդարանական նիստերին, որովհետեւ ինձ առանձնապես հետաքրքիր չի ընտանեկան սխեմաների բացահայտումը խորհրդարանի առաջին նիստերից ես մենակ այդ եմ տեսել փոխադարձ ինչ-որ մեղադրանքներ եւ այլն։ Ընդդիմությունը մարտավարական երկու բարձունք արդեն զիջել է, ցավոք սրտի, դա կատաստրոֆա չի, բայց պիտի արձանագրենք, երրորդին էլ շատ մոտ է։ Նրանք շատ թեթև մարսեցին մանդատագողության փաստը, ինչքան էլ որ գնահատականներ հնչեցրեցին այդ մասով, վարքագիծը համարժեք չէր հնչեցված գնահատականներին, Իսկ իշխանությունը շատ թեթև մարսեց ԲՀԿ-ից մանդատագողությունը, դրան ցավոք սրտի կարողացավ անուղղակիորեն մասնակից դարձնել ընդդիմությանը, իշխանությունը շատ թեթև մարսեց քաղաքական մշակույթի ոտնահարումն ու արժի կանոնակարգի անտեսումն ու վեհապարին չհրավիրելու փաստը, ես հրապարակային կոչ էի արել մեր ընդդիմադիր գործընկերներին, որոնց նկատմամբ հարգանք ունեմ եւ հաստատ իրենց ձախողումը չեմ ուզում, հրապարակային կոչ էի արել չմասնակցել ազգային ժողովի պաշտոնների բաժանման գործընթացին, կողմ լինելով որ մանդատից հրաժարվել չի կարելի, այնուամենայնիվ կոչ էի արել չմասնակցել ազգային ժողովի ղեկավարության այդ պաշտոնների բաժանման գործընթացին, որտեղ դրա այդ գործընթացին մասնակցելը կնշանակի ազգային ժողովի ինստիտուցիոնալ ճանաչում, ինչի պարագայում չես կարող քո խոսույթում պահել ազգային ժողովի լեգիտիմության ճգնաժամի մասին, այո։ Հիմա այս փուլից հետո կտեսնեք, որ արդեն այդ դառնալու է անցած թեմա, որովհետև դու ներառականություն ես հաղորդում ազգային ժողովի ղեկավարությանը, իսկ եթե դու ներառականություն ես ապահովում, լեգիտիմության ճգնաժամի հարցը ջրվում է։ Կասկած չունենաք, որ Ռուբեն Ռուբինյանի այդ եկեք հաշտ ապրենք, մոտավորապես եմ ասում, կամ տոլերանտ լինենք, բարեկիրթ լինենք կոչը, ասեմ ինչի համար է։ Իրենք իրենց արևմտյան սպոնսորների հորդորով փորձում են ազգային ժողովի լեգիտիմության ճգնաժամը փոխհատուցել ընդդիմության ԱԺ ղեկավարության, ընդդիմության ներկայացուցիչներին ԱԺ ղեկավարության մեջ ներառելով։ Այսինքն ներառականության սկզբունքը առաջի պլան մղելով փորձում են լուծել լեգիտիմության բացը իրենց ճգնաժամի հարցը։ Դրա այս ընդհանրապես դրա համար է, կտեսնեք, որ այս ազգային ժողովի պաշտոնները բաժանելուց հետո էլի նույն սանձարձակ ամբարտավան ԿՊՆ լինելու ազգային ժողովում, այդ ծեծի կադրերով էլ, ամեն ինչով էլ։ Միակ բանը, որ այս ազգային ժողովին մաղթում եմ եւ շատ կուզենամ օր առաջ տեսնել, իր շուտ օր առաջ լուծարումն է։ Եվ ընդդիմությանը կոչ կանեմ մեր գործընկերներին, որ ներկա եմ այդ պատերից ներս, միայն այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, համ ընդդիմության ինստիտուտը վերջնական վարկաբեկումից կփրկենք, համ այս իշխանության հեռացման ուղղությամբ որ նախադրյալ ստեղծած կլինենք։ Ցավոք սրտի այս կոնֆիգուրացիայով, այս քաղաքական քեյսով, քաղաքականության մասին այս պրիմիտիվ պատկերացումներով այս ազգային ժողովից ռացիոնալ ու դրական որևէ այլ սպասում հնարավոր չի ունենալ։